Չունեք, Սեմյոն Բաբայան խնդրում։ Շնորհակալություն ինձ հրավիրելու համար որպես իրավապաշտպան, երկու հարց առանձնացնեմ, առաջինը երբ որ նախ շնորհակալություն, որ պարոն Խաչատրյանը խոստովանեց, որ այսօր արկա է օրենսդրական խնդիր, որ չկա սեփականատեր այս խնդրի ճանապարհային երթևեկության անվտանգության։ Ըստ իմ ունեցած տվյալների մենք ունենք ճանապարհային դեպարտամենտ, հիմնադրամ, որը գործում է ձեր մարմնի ներսում, հա, ասենք ասենք, եւ կա ՆԳՆ-ում կա ճանապարհային երթևեկության կազմակերպման վարչություն, կարծեմ, ստեղ ներկա է գնդապետ Կոստանյանը եւ կա տարբեր շահառուներ կան, բայց խնդիրը մնում է խնդիր, քանի որ մենք ունենք Սահմանադրության 6-րդ հոդված, որը ի սկզբանն է առանց փոխգործակցելու, որը պետք է ապահովի համակարգող փոխվարչապետը, պարոն Տիգրան Խաչատրյանը կամ այլ փոխվարչապետ, այսօր չի կատարվում, այսինքն մենք ունենք խնդիր, որ ամեն մեկը ասում է, այս իմ խնդիրը չի, բազմաթիվ խնդիրների մասին ես գրությունները ուղարկել եմ տարբեր մարմիններ եւ առ այսօր մենք չունենք լուծումներ եւ շատ ողջունում եմ այսօրվա այս քննարկումը եւ երկրորդ հարցը մենք ունենք այսօր իրավիճակային խնդիր, որ արդեն փոխվել է տրանսպորտի խնդրի մասին պարոն Ղազարյանը նշեց, ես նշեմ նաև շենքերի մասով։ Այն խնդիրները, որ ունենք ճանապարհային երթևեկության մասով, վաղը ծիծաղելի կթվան, պարոն Խաչատրյան, քանի որ այս շենքերի բնակչությունը որ լծվի, մենք ել ավելի մեծ խնդիրներ կունենանք։ Խնդրում եմ այդ մասով։ Եթե ուզում եք կրկին ասեմ, առաջինը չկա համակարգող, դուք գործում եք առանձին, ՆԳՆ-ն առանձին եւ երկրորդը նշեցի, որ ունենք իրողության փոփոխում, նաեւ նշեմ ստեղ ինքնագլորքների, հեծանների, մոպեդների ներգործություն, որը մենք այսօր չենք հաշվի առնում, ինչը ահավոր սխալ է։ Այսքանը։ Խնդրում եմ պատասխան։ Արմեն Խաչատրյանը արձագանքեց։ Խնդրում։ Տեսեք, իրականում յուրաքանչյուր պետական մարմին եւ դա օրինաչափ է հանդես է գալի օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Ճանապարհային դեպարտամենտը, որի մասին դուք նշեցիք, իրականացնում է ճանապարհների կառավարումը, իրականացնում է այն լիազորությունները, որոնք վերապահված են իրեն, տկենն իրականացնում է ավտոմոբիլային ճանապարհների ոլորտի քաղաքականությունը եւ բնականաբար է, որ մենք մեր իրավասության շրջանակներում հաշվի ենք առնում եւ զբաղվում ենք հատկապես ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման հիմնախնդիրներով եւ այսպես յուրաքանչյուր պետական մարմին զբաղվում է իր իրավասության շրջանակներում մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս որ ճանապարհային անվտանգությունը մի քանի ուղղություններ եւ հենասյուներ ունի եւ դրանց համակցության մեջ է խնդիրը լուծելու դառնալու դա անվտանգ ճանապարհային ենթակառուցվածքն է անվտանգ տրանսպորտն է անվտանգ երթևեկության մասնակիցներն են, ճանապարհային անվտանգության կառավարումն է եւ հետվթարային արձագանքն է։ Սա միջազգային փորձի մեջ նախանշված այն հիմնական ուղղություններն են, որոնք հենց ձևավորում են ժամանակակից ճանապարհային անվտանգության համակարգը։ Եվ այս համակարգի մեջ յուրաքանչյուր գերատեսչություն իր իրավասության սահմաններում կատարում եւ փոխլրացնում է մեկ այլ մասի աշխատանքը։ Իսկ ինչ վերաբերում է միասնական համակարգման մարմին ստեղծելու հարցը, կարծում եմ այսօրվա նաև քննարկման համատեքստում առիթ կլինի նորից դրան անդրադառնալ եւ ինքնագլորների մասով մենք արդեն կարգավորումներ նախատեսել էինք ներքին գործերի նախարարության գործընկերները շրջանառել են էլեկտրական ինքնագլորներից օգտվելու մասին կարգավորումներն ու կարգը դրանք մտցվել են երթևեկության կանոնների մեջ եւ այս պահին իրարկման փուլում են ուզում եմ ասեմ օրենսդրական փոփոխությունները շարունակական են լինելու եւ եթե կլինեն հարցեր որ որևէ մի պետական մարմնի իրավասության դաշտում չեն հայտնվի դրա համակարգումը կառավարումը կամ իրականացումը ապա բնականաբար կառավարության կողմից համապատասխան օրենսդրական փոփոխություններ եւս կներկայացվեն այդ ուղղությամբ ներկայդրությամբ բոլոր հարցադրումները ունեն իրենց գերատեսչությունները որոնք այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացնում եւ քաղաքականություն են վարում Արձագանք Ես նշեցի, որ կա համակարգման խնդիր
եւ դուք նշում եք, որ 6-րդ հոդվածը սահմանադրության ձեզ կարող է խանգարել։ Որպես նախկին զինվորական ասեմ, որ կա համակողմանի ապահովում հրամանատար աշխատանքի համար։ Համակողմանի ապահովման մեջ մենք պետք է հաշվի առնենք, որ այսօր կա խնդիր, ամեն մեկը ասում է, այդ իմ խնդիրը չի, իմ լիազորությունից դուրս է։ Փոխկապակցված պետք է լինեն բոլոր մարմինները այս խնդրի լուծման մասով, համակարգող փոխվարչապետը, վարչապետը պետք է համակարգի եւ յուրաքանչյուրի համար պատիվ պետք է լինի այս խնդիրը լուծելու, որովհետեւ ինքնագլորքով երթևեկում են անչափահաս երեխեքը։ Ես կարող եմ կոնկրետ հաջորդ զեկուցողի մոտ ասել, դրա մասին կշեշտեմ, բայց Ռոստովյան Արցախի փողոց մասում մենք ունենք թեք անցում, որ մտածում ես լավ, այսով ասենց թեք անցումը արը։ Ռոստովյանից վերև համ ռազմավարոտ վերևից եւ ռազմավարոտ ներքևից համարյա իրար կողք են։ Էլի մտածում ես։ Ես խնդրում եմ վերանայեք եւ ճանապարհային դեպարտամենտը լուծարեք եւ ինչ է նշանակում հիմնադրամ։ Այս խնդիրը պետք է լինի մարմնին գերատեսչության ներքո վերահսկողության։ Շատ լավ։ Հիմնադրամ պետք է չլինի։ Այսքանը։ Եթե կարող եք անդրադարձեք։ Այո, խնդրում եմ ռեգլամենտը պահենք, դուք արձագանքով ավարտեցիք, հաջորդ